Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը իր ելույթներում անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 10-ից 15% անկմանը, Արարատյան դաշտի ոռոգման համակարգերի անմխիթար վիճակին, գյուղերում խմելու ջրի բացակայությանը։ Կարապետյանը ընդգծել է, որ հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում չափազանց համեստ է գտնվել իր պահանջներում եւ սովորել է յոլա գնալ նույնիսկ տարրական կենցաղային պայմանների բացակայության դեպքում։ Սակայն պետության կայացման համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որպես ոլորտի վերածննդի գլխավոր նախապայման ազգային բարերարի գլխավորած թիմը առաջարկել է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, գործարկել տասնամյակներով լքված պոմպակայաններն ու ներդնել պետական երաշխավորված մթերման կայանների համակարգ, որպեսզի գյուղացին տարվա սկզբից իմանա իր բերքի հստակ գինը։ Գյուղացին բերք վաճառողը պետքա չլինի, գյուղացին արտադրողն է, վաճառքի գառանցիան պետությանն է։ Աշխարհի որ երկիր գնում եմ, ինչ մասնակետի հետ շփվում եմ, հարցնում եմ, ասում եմ ո՞նց է ձեր գյուղերում, ասում է գյուղացին արտադրում է, մենք 2-3 տարվա պայմանագիր ենք տալիս իրան, ինքը վաճառքի մասին չի մտածում, մենք գնում վերցնում ենք։ Աշխարհում միակ երկրներից էս մեր Հայաստանն է, որ գյուղացին համ արտադրում է, համ գնում է մանա գալիս, թե ում վաճառի, ոչ չի հասցնում, բերքը վատանում է, գինը իջնում է, ինչա պետք մեր երկրին, էդի մթերման կայաններն են, կլինի գործարանի վերամշակման տեսքով, կլինի հավաքման տեսքով, մթերման կայան, որ գյուղացին տարվա սկզբից իմանա ինչ գնով է վաճառելու իր բերքը։ Կարապետյանը հայտարարել է, որ 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը չի բերել մոտեցումների եւ որակի փոփոխություն հողի վրա, եւ երկիրը շարունակում է կառավարվել իրավիճակային քայլերով, որպես աղքատության հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման ու բազմազավակ ընտանիքների աջակցության երաշխիք, ուժը առաջ է քաշել պետական կառավարման մեջ գործարար տրամաբանության ներդրման անհրաժեշտությունը։ Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, որ Արարատյան դաշտի բերքը ունի համաշխարհային բարձր պահանջարկ եւ երկրին այսօր անհրաժեշտ է այնպիսի փորձառու ղեկավար, որը դատարկ խոստումների ու խորհրդարանական վեճերի փոխարեն տեր կկանգնի իր յուրաքանչյուր խոսքին եւ կիրականացնի մեծածավալ տնտեսական նախագծեր։ Մեր երկրին ժողովուրդ պետքա նոր առաջնորդ, որը կբերի իրական հեղափոխություն, մոտեցումների հեղափոխություն։ Հեղափոխություն պետական կառավարման մեջ, որպեսզի ջուրը չլինի մեր խնդիրը։ Ասֆալտը չլինի մեր խնդիրը, լինի աշխատատեղը, աշխատավարձը, ավելի բարձր աշխատավարձը, աղքատությունն է մեր խնդիրը, ու դա հաղթարելու համար Սամվել Կարապետյանն է այն մարդը, որ եկել է, ինքը կարճ է խոսում, ինքը քիչ է խոսում, գիտեք խի, որտեվ ինչ խոսում է պետք է դրան տեր լինի։ Կարապետյանը ընդգծել է, որ խոշորագույն ընկերություններ հիմնադրած ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ պատրաստ են կառուցել ամենաբարեկեցիկ ու անվտանգ Հայաստանի Հանրապետությունը ու կոչ է արել քաղաքացիներին հունիսի 7-ին ընտրաթերթիկներից վերցնել համար 3-ը ու քվեարկել իրենց ուժի օգտին։